Սիրելի ավադագիցներ, սիրելի հայրենիներ, ողջունենք ձեզ մեր Փրկին Տեր Հիսուս Քրիստոսի պատվական անունով։ Նաև ողջունենք բոլոր անոնք, որոնք կհետևին մեզի համացանցի միջոցով եւ կամ հեռադեսիլի ICFN.TV միջոցով։ Ուր որեք Աստված օրհնե ձեզ, առողջ բահե, հավատքով բահե, անփորձանք անվտանգ եւ իրաչ ցերկ հովանելա մեր բոլորին։ Մեր պաշտամունքները կշարունակվին ամեն գիրագի 9-րդ անցած անգլերեն լեզվով պաշտամունք, ժամը 11-ին հայերեն լեզվով պաշտամունք։ Կանք եւ միասին դերը պաշտենք եւ դերը մեծարենք։ Հունիս ամսվան մեջ հունիսի առաջին շաբաթը գունենանք այլ մարդոց հանդիպում, նախաճաշ եւ նաեւ դիգիններու հաղորդակցություն եւ աստվածաշունչի սերտողություն։ Երկուքն ալ ժամը 9:30 առաջին շաբաթը ամսվան։ Իսկ հայրերու օրվնե մեկ շաբաթ առաջ երդասարտներ ունին հատուկ ծրագիրը թեյասեղանի մշուրջ Ladies Tea Party գոչեն։ Երդասարտները այս ծրագիրը գնեն իրենց fundraise ընելու ծևով, որպեսզի կարողանան իրենց ծրագիրները ավելի իրագործել, հետևաբար պիտի խնդրեմ, որ քաչալերող լակ, աղոթող լակ եւ ձեր ներկայությամբ քաչալերեք մեր երդասարտները։ Հունիսի 3-րդ գիրագին հայրերու օր եւ 9:30-ին նախաճաշ ժամը 11-ին պաշտամունքն է, ուր երկու խումբերը միասին այսին անգլերեն եւ հայերեն նույն պաշտամունքը գլա 11-ին։ Իսկ 14-ի գիրագին Graduation Sunday, եթե ունիք զավակներ, թորներ, շրջանավարտ եղողներ, հաջեցեք ձեր անունները մեզի դալ, որպեսզի այդ գիրագի անդրադառնանք մեր շրջանավարտներուն պաշտամունքի ընթացքին։ Եվ քիչ ավելի ուշ հոկտեմբեր 3 դերը շնորհքն է մեզի ունենանք մեր եկեղեցու դարեգան ճաշկերույթը։ Հոկտեմբեր 3 նկատի արեք թվականը։ Աղոթող եղեք եկեղեցին համար, աղոթող ենք ձեզի համար, որևէ մեկ ադեն, որևէ մեկ ծևով գրնանք գարիքը գա, որևէ մեկ օգնության հաջեցեք լուր տալ, թող Աստված բահաբանը լա մեր բոլորին։ Այսօրվա Աստուծո խոսքին ընթերցանությունը գուքա մեզի Կորսկ Արաքելոց կրկեն, Կորսկ Արաքելոց առաջին գլուխ 48 համարները։ Անցնող գիրագի անդրադարձանք Դեր Հիսուսի համբարձման, այսօր կանցադառնանք հոգեկալուստին։ Անոնց հետ մեկտեղ գտնված ադենը աբսպրեց անոնց, Հիսուս կաբսպրեր աշակերտներուն, որ Երուսաղեմե չհեռանան, հապա սպասեն հորը խոստումին, որ ասավ, ինձ մե լսեցիք, վասնզի իրավ Հովհաննես ջրով մգրտեց, բայց դուք շատ օրեր չանցած Սուրբ Հոգիով պիտի մգրտվիք։ Անոնքալ մեկտեղ գալով կհարցնեին իրեն ու գսեին. դեր Իսրայելի թագավոր այս ժամանակին նորեն պիտի հաստատես։ Ըսավ անոնց ձեզի չի վերապերիր ժամերը եւ ժամանակները գիտնալը, որ հայրը իր իշխանությանը մեջ թրավ, բայց Սուրբ Հոգին ձեր վրա եկած ադենը զորություն պիտի առնեք, ու ինձի համար վկաներ պիտի լաք Երուսաղեմի մեջ, բոլոր Հրեաստանի Սամարիայի մեջ ու մինչև երկրին ծայրերը։ Թող Տեր օրհներ խոսքին ընթերցումը։ Մեզ մեր յուրաքանչյուրին հոգևոր շինության աճման համար։ Ամեն։ Ինչպես հիշեցի, եկեղեցու դոնացույցին համաձայն այսօր հոգեկալուստի գիրագի կամ Պենտեկոստեի գիրագին է։ Հարցնենք,
Բնավ ուզած ես բան մընել, բայց չես կրծած։ Հավանաբար շատ բաներ մեր պետք են կանցնենք, բայց բարս բան մը։ Օրինակ, մտածած ես մեկ անիվով հեծանիվ քշել։ Ընդհանրապես հեծիկը երկու անիվ կունենա, ասի մեկ անիվով, օրինակ։ Հավանաբար կփափակիս, հավանաբար կփորձես, չանկալ կթափես, բայց եթե գալողությունը չունիս, չես հաջողի։ Ասկի անգախ ավելի ճշմարտությունը կա, ուրիշ ճշմարտությունը, հիմնական ճշմարտությունը, որ հավատացյալներ ընդհանրապես կփափակին Քրիստոսի նման կյանք ապրել, որովհետև դեր Հիսուս Քրիստոս մեր հավատքի առաջնորդն ու կատարողն է։ Ուրեմն հավատացյալը պիտի ուզե Քրիստոսի նման կյանք ապրել, այսինքն սիրել ուրիշը, ներել մարդոց, հաղթել մեղքին և սուրբ կյանք ապրել։ Հիմա իրականության մեջ մենք չենք կրնար այս բոլորը մեր սեփական ուժով ունել։ Բայց լավ գետը, որ միայն այսի մեր խնդիրը չէ, ընդհանուր մարդկության վիճակը այս է, մարդը առանձին վիճակը այս է։ Այսինքն քրիստոնեական կյանքը մարդկային ճիգով չեն կրնալ ապրել, միայն Սուրբ Հոգին միջոցով, որ մեզի գուտա թե փափակը և թե զորությունը Աստուծո համար ապրելու։ Ինչպես։ Առաջին, քրիստոնեական կյանքը չեն կրնալ ապրել մեր սեփական ուժով։ Չեն կրնալ առանցին ապրել։ Մեր ուժերուն վստահելով։ Պողոս առաքյալ Փիլիպպեցիներու ուղված նամակին մեջ գսե, վասնզի Աստված է, որ ձեր մեջ կներգործե գամենալը և ընելը։ Այսինքն Աստված գուտա փափակը և Աստված գուտա զորությունը։ Եվ այս շնորհքի գործն է հավատացյալին մեջ։ Սիրելիներ, միշտ հիշելու ենք, թե հավատացյալը ինքնակորց, ինքնաշեն աշակերտ չէ։ Մենք Սուրբ Հոգիով ձևավորված հավատացյալներ և աշակերտներ ենք։ Եթե հին ուխտին երթանք, կտեսնենք հին ուխտը գսեր փորձե ավելի, հնազանդ է օրենքին հնազանդ է, բայց պատմությունը ցույց կտա, թե մարդկային ուժը բավարար չէ։ Գնմանի այն օրինակին, որ ինքնաշարժը պիտի հրես, որպեսզի լերան կակատը հասնի։ Հավանաբար փորձես, չանք թափես, բայց առանց բավարար ուժի զորության անկարելի գլայդ ինքնաշարժը դերեն շարժել, ոչ թե լերանել։ Դերեն շարժելը անհնար պիտի լա։ Ուրեմն եկեք այսօր անձնակնությամբ հարցնենք, արդյոք կփորձես միայն քո ուժովդ ապրել, թե Սուրբ Հոգին վրա գհենիս։ Սիրելիներ, վստահ եղեք, առանց Սուրբ Հոգին մեր փորձը, մեր աշխատանքը, մեր թափած ջիկն ու չանքը գարաչնորդ է մեզ հուսահատության, որովհետև մենք ստեղծված մարդ առած սահմանափակ ենք։ Երկրորդ, Աստուծո լուծումը այս հարցին ոչ թե ավելի ջիկ թափել, այլ Սուրբ Հոգին։ Աստված գիտե, որ մարդը առածը դգար է։ Եվ Աստված մարդը առածի դգարության պատասխանեց ոչ թե նվազեցնելով չափանիշը, այլ մարդը առածին տալով զորություն։
Եվ Կորս Կարաքելոցի մեջ է որ գգարտանք, Սուրբ Հոգին ձեր վրա եկած ադենը զորություն պիտի առնեք։ Քիչ առաջ գարտացինք։ Դեր Հիսուս չսավ ավելի փորձեցեք, ավելի չանք թափեցեք։ Դեր Հիսուսը սավ սպասեցեք զորության։ Եվ աստվածապանական օրեն ասի նոր ուխտի ճշմարտությունն է։ Դեր Հիսուս գփրկե, Սուրբ Հոգին գփոխե։ Դեր Հիսուս գփրկե, Սուրբ Հոգին գփոխե։ Ինչպես որ գտեսնենք Երեմիա մարգարեության մեջ, ուր մարգարեն գմարգարեանա, որ Աստված իր օրենքը գկրե մարդոց սրդերուն մեջ։ Այսինքն հնազանդությունը արդակին երևույթ չէ, հնազանդությունը այլևս կսկսի ներսեն։ Աստուծո հնազանդիլ ոչ թե արդակին երևույթով, մեր ներսեն հնազանդիլ Աստուծո։ Մեկը չի գտնալ վազքի մրցումի մասնակցիլ առանց շնչառության, առանց օքսիգենի չես գտնալ վազել, մրցումի մասնակցիս։ Նույնպես ալ մեր ապրած կյանքը առանց Սուրբ Հոգին անգարելի է։ Ուրեմն Սուրբ Հոգին ընտրություն չէ, անհրաժեշտություն է։ Չեն գտնալ ասել գրնամ ունենալ, չեմ գրնալ ունենալ, անհրաժեշտություն է հավատացյալի կյանքին մեջ։ Ուրեմն հարցնենք, ամեն օր գհենիս գվստահիս Սուրբ Հոգին, թե երբ հարցի մեջ լաս, այն ադեն գհիշես աղոթեմ Աստուծո։ Երրորդ, Սուրբ Հոգին մեզի գուտա երեք մեծ օրհնություններ։ Հոգեկալուստի օր ամեն ինչ փոխվեցավ։ Առաջին օրհնությունը Սուրբ Հոգին Աստուծո ներկայությունը մեր մեջ։ Հովանու ավետարանին մեջ կգարտանք ճշմարտության հոգին ծեր մեջ պիտի ելա։ Հովանու 14-17 ճշմարտության հոգին ծեր մեջ պիտի ելա։ Աստվածապանական օրեն մենք Աստուծո դաջարներն ենք։ Աստված ոչ թե միայն մեզի հետ է, Աստված Էմանուել մեզի հետ, հոգեկալուստով ան մեր մեջն է։ Լամպ մը գշալգես, որբեսի լուսավորես շրջապատդ։ Գրնա ներսը դագավին սևը լալ, բայց հոգեկալուստով ներսն է, որ գլուսավորվի։ Դարբերությունը այս է։ Լույսը թուրսեն չէ, ներսեն թուրս գել է։ Երկրորդ օրհնությունը հոգին գրագը, որ գմակրե։ Կորս Կարաքելոցի երկրորդ գլուխին մեջ կտեսնենք գրագե լեզուներ։ Իրականության մեջ գրագը գխորհրդանշե մաքրագործում եւ գերբարանափոխում։ Աստված ոչ միայն գներե մեր մեղքերը, այլ կգոտրե մեղքին զորությունը։ Ինչպես գիտեք, ոսկին գզդվի գրագով։ Գրագին դակությունը գհեռացնե ոսկին անմաքրությունները։ Նույնպես Սուրբ Հոգին գմաքրե, գզդե եւ գվերափոխե մեզ։ Իսկ երրորդ օրհնությունը զորություն համարձակ վկայության համար։ Գիտեք, դեր Հիսուս խաչվեցավ աշակերտները վախի մեջ, հարություն առավ, անագնգալի եկան, դեր Հիսուս համբարձավ եւ ասոնք շվարած, հոգեկալուստեն ետք, վախով լեցված աշակերտները դարձան բարի լուրը համարձակ վկայողներ եւ գտեսնենք 3000 անց հավատացյալ դարձավ։ Նույնը Պետրոս Սարաքյալի կյանքը։ Նախ գժղտե, չեմ ճաշնալ Հիսուսին, ես չեմ,
Չեմ ճանչնար, չեմ գիտել ով է Հիսուս։ Ետքը գսկսի վգայել եւ քարոզել։ Ինչու՞։ Սուրբ Հոգին զորություն գուտա համարձակությամբ վգայելու։ Բնավորության հարց չէ, սիրելիներ, Սուրբ Հոգին զորության հարցն է։ Մենք ալգանչված ենք։ Սուրբ Հոգին զորությամբ համարձակորեն քաջությամբ վգայելու Տեր Հիսուս Քրիստոս որպես Տեր եւ Փրկիչ։ Եթե գվախտնանք, մեր հավատքը արսման նշան է, կնշանակի։ Առաջնորդել մարդոց Քրիստոսի, առաջնորդել մարդոց եկեղեցի, ճանչնալու Տեր Հիսուս Քրիստոսը։ Եվ ապա գտեսնենք Սուրբ Հոգին մեղքին զորությունը կգոդրտե։ Եվ մեծակույն ճշմարտությունը հավատացյալին հետևյալն է. հավատացյալը այլևս մեղքի ըստրուկ չէ։ Մեղքը իշխանություն չունի հավատացյալին վրա։ Բոսարակյալ գսե ասկե հետո մեղքի չծարայենք։ Դուք ձեր անձերը մեղքի մեռած սեբեցեք։ Սիրելիներ, հոսքը դեսնենք Աստծո շնորհքը։ Աստծո շնորհքը, որ երկու երևույթ ունի։ Փրկարար շնորհք գները մեղքիներուն եւ սրբացնող, սրբակործող շնորհք, որ գազադե եւ մեղքի զորությունը կգծրե։ Բայց շատեր ներված, բայց ոչ դակավին ազատ կսկան։ Ինչպես որ փանդարգյալը ազատված է շղթաներեն, բայց դակավին կմնա խցիկին մեջ։ Բարձրապես, որովհետև գիտագիծ չէ, թե ինք ազատության մեջ է։ Ուրեմն սիրելի քույրեր, եղբայրներ, մի փորձեր բնութագրեր դունքեզ քու մեղքովդ։ Բնութագրե դունքեզ Փրկիչովդ, Տեր Հիսուս Քրիստոսով։ Մենք մեղքի ըստրուկ չենք։ Մենք Աստուծո զավակ ենք։ Լեցված իր Սուրբ Հոգիով։ Եվ այս կառաջնորդե մեզ դարբեր ճամփորդությամբ։ Սուրբ Հոգին գործը երկու ձևով մարդուն կյանքին մեջ։ Հանցնվիլ, երբ ամբողջությամբ կհանցնվինք Աստուծո եւ կյանքի աճումի ընթացքով։ Կյանքի ընթացքին գաջինք հավատքին մեջ, ավելի կսկսենք նմանիլ Տեր Հիսուս Քրիստոսի։ Եվ այս սրբացման ուղղության մեջ։ Գիտեք, մեկ վարգյանվա նույթ չէ։ Ձարմը մեկ քիշերվան մեջ չի մեծնար, մեկ քիշերվան մեջ բդուղ չի դար։ Խնամքով ժամանակի ընթացքին գմեցնա եւ այդ ծառը գտարնա զորավոր բդղափեր նույնպես հավատացյալը։ Ուրեմն սելիներ համբերադար լանք հավատքի կյանքին մեջ։ Բայց մնացիր Աստուծո հանցնված եւ շարունակեք քալել Սուրբ Հոգիով։ Ուրեմն եսագացնենք։ Մենք չենք կրնար հավատքի կյանքը առանցին ապրիլ։ Ոչ ալ գանչված ենք քրիստոնեական կյանքը առանցին ապրելու։ Աստուծո շնորհքը կգանչե մեզ, կփրկե մեզ, կլեցնե մեզ, կզորացնե մեզ։ Պատկերացուցեք ցերկի հեռացայինը։ Եվ այդ ցերկի հեռացայինը քիչ չունի, բատերի չկա, հոսանք չունի, շատ գեղեցիկ է, վերջի մոդելն է, շատ սուղ է, բայց անկործածելի է։ Ինչ վիդեն ես այդ հեռացայինը։ Քրիստոնեական կյանքնալ
առանց Սուրբ Հոգի նույնն է։ Ուրեմն հավատացյալին չանք, ավելի չանք պետք չէ։ Հավատացյալին հանձնվել պետք է։ Հանձնվել այն զորության, որ արդեն հավատացյալին մեջն է։ Ուրեմն հարցումը այլևս այն չէ, թե բավարար կփորձես, հարցումը այն է, թե Սուրբ Հոգին կվստահիս, կհենիս, կհանձնվիս։ Մյուս հատիկույրեր եղբայրներ, Աստված ոչ թե միայն մեզի հետ է, Աստված մեր մեջն է և իրեն հուսացողը ամոթով չի մնար։ Այս հավատքով օրհնյալ եղեք, հաստատ եղեք, հավատարիմ եղեք և դերը օրհնաբեր օրհնի մեզի իր փառքին համար։ Ամեն։ Մեր Տերոջ սորվեցուցած աղոթքը միասնաբար գաղութենք։ Զիքոյ արքայություն, զորություն և փառք Հավիտյանս, ամեն։ Եվ ինք խաղաղության Աստվածը ձեզ բոլորովին սուրբն է, ու ձեր հոգին, մարմինն ու շունչը անառատ բահվին, մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալու ադենը։ Ու հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր Աստուծո սերը, Սուրբ Հոգվույն հաղորդությունը, առաջնորդությունը, պաշտպանությունն ու զորությունը, ձեր բոլորին, ձեր ընտանիքներուն, ձեր հարազատներուն հետ լա։ Կացեք խաղաղությամբ ամենագալն Աստված Հայր, Որդի և Սուրբ Հոգի բահե և պաշտպանե ձեզ, հիմա և միշտ Հավիտյանս, ամեն։ Մեկ երկու վայրկյան